Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Գյումրու երիտասարդական թատերախմբին մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու, այսօր կխոսենք թատերախմբի ստեղծագործական նոր զարգացումների ու նաև մարտահրավերների մասին, կփորձենք հասկանալ, թե ինչ լեզվով է հաղորդակցվում ժամանակակից թատրոնը մեր օրերում, Գյումրու բարդ ու պահանջկոտ, այսպես ասած, հանդիսատեսից մինչև միջազգային փառատոնային հարթակներ։ Ողջույն, սիրելիներ, սիրելի զրուցակիցներ, ես ներկայացնեմ թատրոնի ստեղծագործական խմբին, թատերախմբի հիմնադիր ռեժիսոր Արմեն Արշալույսյան, դերասան ռեժիսոր Անահիտ Ղազարյան եւ դերասան Փառանձեմ Սահակյան։ Դեր շնորհակալություն, որ մեզ հյուրընկալվեցիք։ Շնորհակալ ենք հյուրընկալելու համար։ Եվ առաջին հարցը կուզեի ժամանակակից թատրոնի մարտահրավերներից սկսենք, քանի որ մենք միշտ այս անհանգստությունը ու տագնապը կա, չէ՞, ժամանակակից թատրոնը ինչպես դիրքավորվի տեխնոլոգիական զարգացումների ժամանակաշրջանում։ Ինչն է այս պահին ձեր ամենախնդրային թեման, այսպես ասած, եւ որն է մրցակցայինը։ Նախ ասեմ, որ ինձ համար թատրոնը այդ միշտ մեռնող ու հարություն առնող արվեստի ձևերից է, անկախ այն բոլոր պահանջներից, սոցիալական կարգավիճակից, տեխնոլոգիական առաջընթացներից, թատրոնը միշտ գտնում է այն ձևը, որով որ ինքը նորովի է հանդես գալիս ու միշտ ընդարձակվում է իր մեջ ներառելով այն տարբեր բաները, որոնք որ տեսնում ենք, այն տենդենսները, որոնք որ տեսնում ենք աշխարհում։ Կոնկրետ մեր մասով մենք անմասն չենք կարող մնալ, որովհետև ոլորտը թատերայինն է ու մենք էլ ունենք ոչ թե խնդիր, այլ մարտահրավերներ են իմաստով, որ այո, այսօր ժամանակակից հանդիսատեսը ուզում է տեսնել ներկայացում, որտեղ առաջնահերթ ինքն է ներգրավված, այսինքն ինտերակցիաներ, որտեղ իրենք կարող են միևնույն ժամանակ եւ մասնակիցը լինել, ոչ գործողության կամ ոչ ինչ-որ կոնկրետ, շարժման միջոցով կամ եւ այլն, այլ ինքը անմասն չմնա, մասնակցի թե բովանդակային իմաստով ներկայացման ընթացքին, թե ինչու ոչ նաեւ կարողանա ազդել ներկայացման ընթացքի վրա իր որոշում կայացնելով խոսքով եւ այլն։ Այն նմանատիպ մարտահրավերներ կա, այսինքն հասկանալ ով է ժամանակակից թատրոնի հանդիսատեսը, հասկանալ ժամանակակից հանդիսատեսը։ Այո, իսկ գյումրեցին ինչ է ուզում, եթե այսպես վերցնենք, առանձնացնենք գյումրեցուն բոլոր այսպես հանդիսատեսային չափանիշներից։ Կարծում եմ թատրոնում ամենաառաջնային բանը, որ հանդիսատեսը ուզում է, դա կենթանի խոսքն է։ Եթե կա կենթանություն, ուրեմն հանդիսատեսը իսկապես կհավանի ներկայացումը։ Կարծում եմ, որ կենթանի խոսքն է այստեղ առաջնայինը։ Եվ կարևոր չէ հանդիսատեսը ով է, երևանցի է, գյումրեցի, թե եվրոպացի է, այսպես ասած։ Եթե եղավ այդ անկեղծությունը ու կենթանությունը, կարծում եմ, որ հանդիսատեսը կլանված կլսի։ Այսինքն կենթանությունը կարևոր է։ Կարծում եմ թեմաները, առասարակ այն ամենը, ինչը որ հանդիսատեսը գալիս է տեսնելու, միշտ ուզում է տեսնել այն, ինչը իրեն է հոգեհարազատ, ու այդ իմաստով կարծում եմ կապ չունի Հայաստանում ես Հայաստանի որ քաղաքում ես ապրում, թե որտեղ ես ապրում, աշխարհում գրեթե նույնատիպ են բոլոր մարտահրավերները, կյանքի չէ եւ բոլոր խնդիրները, դրա համար կարծում եմ այդքան չենք կարող ոչ թե առանձնացնել, թե գյումրեցի հանդիսատեսը ինչ է ուզում, ես կմտածում եմ, թե այսօրվա ժամանակակից հանդիսատեսը ինչ է ցանկանում տեսնել եւ իմ կարծիքով պարզապես փոխվել են գործիքները, աշխարհը առաջ է գնում եւ գործիքները փոխվում են, պարզապես պետք է փորձենք մենք էլ ժամանակին համահունչ գնալ ու վերցնել այդ նոր գործիքները, որոնք որ մեզ տրամադրում են, եւ խոսել արվեստի լեզվով, ոչ թե անել նորարարություն հանուն նորարարության համար, այլ անել բան, որը իսկապես ժամանակի շունչն է թելադրում։ Դե քանի որ խոսեցինք թեմաներից, ինչը որ ակտուալ է, այսպես շատ շեշտեցիք դուք ակտուալ թեմաները, ես նկատել եմ մի տենդենս, մենք եթերից առաջ էլ խոսեցինք, որ առհասարակ ֆրանսիական դրամատուրգիան կարծես մեր թատերական աշխարհում միջավայրում շատ ակտուալ է դարձել եւ կուզեի հասկանալ թե ինչու, որովհետեւ ձեր խաղացանկում նույնպես կա ֆրանսիական այսպես դրամատուրգիան եւ
արդյոք այն կարող է նաև լինել ակտուալ մեր հանդիսատեսի համար եւ երևանցի եւ գյումրեցի։ Տեսեք, լրիվ թեմայի մեջ ենք, այսինքն միտքն եմ շարունակելու, ինչ իմաստով, որովհետեւ կապ չունի ինչ ազգ, ինչ տարածքում, ինչ քաղաքում ենք ապրում, մեր ֆրանկոֆոն, հեղինակը Սելին Դելբեկը, ում Վայրի երեխա պիեսն ենք մենք բեմադրել 2 տարի առաջ, ու ինքը մինչև այսօր, իր ճանապարհն է անցնում։ Ինչ ձևով մեզ հասավ, ես կարդացի պիեսը, խոսում էր այն խնդրի մասին, որը ես տեսնում էի Հայաստանում, ինքը բելգիացի է ցակումով, բայց գրել է մի խնդիր, որը եւ առկա եւ Բելգիայում եւ Հայաստանում եւ ցավոք շատ վայրերում, այդ սոցիալական իմաստով, երեխաների խնամք, ներառականություն, այս մասին է գործը, ու այդ բարերը ասենք որ չկա այլևս, որովհետեւ եթե կա խոսք կոնկրետ ֆրանկոֆոնիայի մասին, թե իրենք շատ լավ քաղաքականություն են վարում ու իրենք շատ լավ ծրագրեր ունեն առհասարակ ֆրանկոֆոնիայի միջազգային փառատոնը շատ մեծ հնարավորություն է տալիս ստեղծագործողներին ու նաև այդ ընթացքում թարգմանչական գործին ու Լուսինե Ակբարյանին այստեղ հիշենք, որովհետև ինքը շատ մեծ աշխատանք է իրականացնում, շատ հեղինակների, թարգմանելով հայերեն, այսինքն այս ճանապարհով հասնում են, իսկ ստեղծագործող մարդը միշտ ուզում է նոր նյութ, նոր տեքստ ու իդեպ ասեմ մեր թատերախմբում մենք մինչ այս պահ բեմադրել ենք նոր դրամատուրգների ու նոր գրված պիեսներ, այս շատ կարևոր է էլի մեր համար, ու այս ձևով հասավ ֆրանկոֆոնիան նաև մեզ, տակեց մեր տուրը, ու այդ ձևով մենք բեմադրեցինք Վայրի երեխա բեմադրությունը, որի մեջ դրեցինք այդ փորձառության փոքրիկ հատիկը, ինովացիան, դա է ժամանակակից արվեստի ճյուղերից մեկը, վիդեոարտը ու համադրությամբ ներկայացման մեջ, ու ես այդ շատ մեծ սիրով ու վստահությամբ առաջարկեցի Փառանձեմին, որը կարծում եմ, որովհետև ներկայացումն արդեն ճանապարհ է անցել, ինքը լիարժեք ձևով ցուլվեց ու հագեցրեց ներկայացումը։ Որքանով տեղեկացա Փառանձեմի համար դա առաջին փորձառությունն էր վիդեոարտ անելու, քանի որ զուգահեռ Փառանձեմ դուք սովորում եք նաև Գեղարվեստի ակադեմիայի մագիստրոսական ծրագիրն եմ ավարտել արվեստաբանության եւ իմ մագիստրոսական թեզը հենց վիդեոարտ մասին էր Հայաստանում եւ ուսումնասիրել է եւ համաշխարհային վիդեոարտը եւ հայաստանյան իրականության վիդեոարտերը, ու ինձ առհասարակ վիդեոն շատ է հետաքրքրում եւ երբ որ Արմենին ինձ առաջարկեց հեղինակել վիդեոարտը ներկայացման, իհարկե սկզբում մի քիչ վախեր կային, որտեվ եթե մի բան առաջի անգամ ես անում, մտածում ես կկարողանաս վիդեոարտը ներկայացման մեջ դա լրացուցիչ ավելի մեծ պահանջները, չէ, իրենից։ Բայց այստեղ շատ կարեւոր է վիդեոարտիստի եւ ռեժիսորի կապը, որովհետեւ եթե ռեժիսորը կարողանում է ճիշտ տեղադրել, համադրել ներկայացման մեջ, դա շատ կարևոր է, որովհետև կարող են վիդեոները լինել հետաքրքիր, բայց թե դրանք ինչպես կձուլվեն ներկայացման, դա արդեն ռեժիսորի աշխատանքն է, եւ այստեղ փոխկապակցված աշխատանք էր տեղի ունեցել, որի արդյունքում մենք ստացանք ոչ թե ներկայացում, որի մեջ կա վիդեո, այլ ներկայացում, որը վիդեոարտի համադրությամբ է, որովհետև այստեղ շատ նուրբ բան կա, ու ցանկացած հանդիսատես, ով գալիս էր, ով առաջին անգամ էր տեսնում նմանատիպ նորարարական ներկայացում, իր համար դա խորտ չէր, նա միաձուլվում է ներկայացման մեջ, որովհետև մենք հասկացանք մի պարզ բան, եթե դու անում ես ճշմարիտ արվեստ եւ չես անում նորից կրկնեմ, այդ միտքը նորարարություն հանուն նորարարության, դա հասնում է մարդու սրտին, եւ եթե այդ վիդեոն արված է ոչ թե նրա համար, որ դա լինի հետաքրքիր, այլ որովհետև դրա անհրաժեշտությունը կա, նաեւ լինի ցուցադրական, չէ, այսպես ասած, ցավոք կա նման տենդենս։ Ինքը շատ գեղեցիկ, այսպես հետաքրքիր ձևով ընդուծվել է ներկայացմանը եւ հետո կարծես բեմական ձևավորումը լինի ներկայացման։ Եվ ներկայացումը շահել է։ Շահել է, ու մենք միշտ երբ որ բեմադրական աշխատանքները նոր էին սկսվում, միշտ Արմեն ասում էր սա փառատոնային ներկայացում է, ու այդպես էլ ստացվեց, բազմաթիվ փառատոնների ներկայացումը մասնակցեց եւ մենք հասկացանք, մենք ցանկացած տեղ, որտեղ կա պրոյեկտոր, մենք կարող ենք խաղալ ներկայացումը։ Եկեք հենց այդ փառատոնային շրջանի մասին խոսենք, ասում եք բազմաթիվ, որ փառատոններին է մասնակցել եւ ինչ արձագանքներ են եղել։ Իրոք բազմաթիվը մի քիչ պարտավորեցնող էր, բայց ասեմ, ուրեմն առաջին անգամ 2024 թվականին խաղացինք Վայրի երեխա, պրեմիերան 2024 թվականին է եղել, նշեմ հայերեն եւ ֆրանսերեն լեզվով։ Այսինքն դերասանները միևնույն ժամանակ կար տեսարաններ, որտեղ հայերենով էին խոսում, կային տեսարաններ, որտեղ ֆրանսերենով էին խոսում։ Թատրոնի դերասանները ֆրանսերենին այդպես իրականացնում։ Այո, մենք ունենք ոչ միայն ֆրանսերեն, հիմա նաև աշխատում ենք մի քիչ առաջ անցնեմ ներկայացման վրա, որը ամբողջովին անգլերենով է լինելու, բայց առաջ գնալով, այո, այս ունենք,
ու շատ հետաքրքիր հյուրեր ունեինք Սարան Ալվանդյանը, Բելգիայի դեսպանը, Հայկ Օրդյանը, մի խոսքով Սերժ Ավետիկյանը, այսինքն ֆրանկոֆոն համայնք կար, որը նաև կարևոր էր 2025 թվականին արդեն ֆրանկոֆոնիայի փառատոնին խաղացինք Երևանում, ֆրեսկո փառատոնի շրջանակներում խաղացինք Երևանում եւ անցած տարի առաջին հյուրախաղը եղավ Եվրոպա, Սոֆիա քաղաքի AGBU-ի կողմից մենք ունեցանք հրավեր հայ համայնքի եւ ոչ միայն, հա, Տիկին Սոնյայի եւ Թերեզայի գլխավորությամբ իրենք նախաձեռնող եղան այդտեղ կազմակերպել թատերային շաբաթ, որի շրջանակներում ներկայացրեցինք Այո, կարելի ասել, որ վայրի երեխան այն ներկայացումն է, որտեղ կա, չգիտեմ, 4 քառակուսի, 5 քառակուսի բեմական տարածք, ինքն այնտեղ կարող է երևալ, չկորցնելով իր, այսպես ասած, հմայքը, որովհետև ասելիքը մեկն է, անտարբերության մասին ենք խոսում, իսկ այդ ցավոք համամարտկային է եւ միշտ այդ խնդիրը կա, հա, որի մասին կարելի է խոսել։ Կներեք, ես էլ ասեմ, մի քիչ կարող է հակադարձեմ ինձ։ Մենք խոսում ենք, որ թատրոնը անընդհատ ժամանակի հետ է գնում, բայց ինքը ունի շատ քմահաճ է ու շատ պահպանողական բաներ ունի։ Այո, ես համաձայն եմ, եթե կա կենթանի խոսք, կենթանի շփում ու թատերային լեզու, էական չէ թե ինչի հետ, ինչ մեդիայի, ինչ մուլտիմեդիայի օգտագործված, ինքը ազդելու է հանդիսատեսի վրա, եթե կա լեզուն թատրոնի։ Եվ որտեղ է այդ պահպանողականությունը, եկեք այդ մասին էլ խոսենք, որ հասկանանք, եթե մենք այդպես ձգտում ենք, որ ժամանակակից լինենք եւ միևնույն նույն ժամանակ ասում եք, որ այն նաեւ պահպանողական է։ Պահպանողականությունը ինձ թվում է հենց այդ կենթանությունն է։ Իր պահանջների մեջ, հա, գուցե, հա։ Այո, այսինքն կենթանի շփումն է, մարդիկ հավաքվում են տեսնելու այլ տարածություն եւ այլ տարածաժամանակային պատկեր են հավաքվում տեսնելու։ Մարդիկ, ովքեր կերպարանափոխվում են, ոչ թե, հա, ասենք, չգիտեմ, ստում են եւ այլն, այլ ուղղակի նոր աշխարհ է բացվում իրենց առջեւ։ Ու այդտեղ կարող ես օգտագործել ուղղակի ժամանակակից տեխնիկան, բայց թատերային լեզուն նույնն է, ինչ 4000 տարի առաջ կարծում եմ։ Եվ հետաքրքիր է ինչպես ընդունվեց եվրոպական միջավայրում բելգիացի դրամատուրգի գործը, որը օրինակ բեմադրել են գյումրեցիները, մեր առանձնացնում եմ ամեն դեպքում, որովհետև գյումրեցին իր յուրօրինակության ու կոլորիտային մոտեցումներով միշտ է առանձնանում, տեսակ հայկական իրականությունից, այդպես միտումնավոր եմ առանձնացնում։ Կուզեի այդ տարբերությունների մասին հասկանալ եւ արձագանքների մասին, արդյոք նաեւ մրցակցային է ձեր թատերախումբը այնտեղի այդպես թատերական միջավայրերում։ Այս իմաստով համեմատվելու համար չունեմ բավարար, հա, այսպես ասած տեղեկացված չեմ ինչ իմաստով, որովհետև Եվրոպայում շատ թատերախմբեր կան, հա, ու իրենք շատ ազատ գործունեություն են ծավալում ու չեմ կարծում, որ իրենց հետ կարելի է ինչ-որ իմաստով համեմատվել, որովհետև իրենց միջավայրը այլ է։ Օրինակ Հայաստանի համար, որ ասում ենք թատերախումբ, երբեմն կոմպլեքսավորվում ենք մենք էլ լսողներ, որովհետև մտածում ենք կարող է ինչ-որ խմբակի մասն է խոսքը։ Բայց չէ, խոսքը նրա մասին է, որ թատրոն է, որը իր գործունեությունը ծավալում է ոչ թե կոնկրետ շենքում, այլ շատ ավելի հորիզոնական ձևով, շատ ավելի ընդլայնված ձևով։ Եվ հնարավոր է շատ տարբեր շենքերում։ Այո, ու հենց այստեղ էի ուզում գալ ու հասնել։ Մենք այդպես ենք աշխատում։ Մեր բեմադրությունները շատ տարբեր վայրերում են եղել, լքված շենքերում, թանգարաններում, արկայացած թատրոններում, շատ բաց տարածքներում։ Այսինքն այս է, որ չգիտեմ ինչի հետ համեմատեմ ու ինչի հետ ասեմ, որ այս իմաստով մրցակցային է, մրցակցայնությունը մենք տեսնում ենք ստեղծագործական իմաստով։ Կարծում եմ հենց այդ ճկունությունն է ձեր մրցակցայինը, որովհետև այսօր եվրոպական թատրոնները նույնպես նմանատիպ ճկունություն ունեն, հատկապես երիտասարդական թատրոնները, կարծում եմ։ Ուրախացրեց այն փաստը, որ նոր որ Արմենը պատմեր դա է հիշում, հանդիսատեսից շատերը եկան ու ասացին մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից եկել է ժամանակակի պահանջմունքին համապատասխան թատրոն ու մենք ուրախ ենք, որ Հայաստանում կան նմանատիպ երիտասարդներ, ովքեր ժամանակին համահունչ են շարժվում ու այդ պարտավորեցնում է, ոնց որ դու զգում ես, որ դու ինչ որ լավ ճանապարհի վրա ես ու պիտի չկոտրվես ու պիտի կարողանաս այդ մարտահրավերները վերցնելով շարժվել առաջ, արձագանքներ այդպիսին ունեինք։ Եվ զուգահեռ սովորելու խնդիր էլ կա, չէ, ասենք ոչ միայն տալ, այլ նաև սովորել։ Հետաքրքիր է թե այնտեղ դուք կոնկրետ եվրոպական թատրոնից ինչ ունեք վերցնելու, ինչն է ուսանելի այնտեղ։
նայեք, եվրոպական թատրոնը առհասարակ Եվրոպայում լինելը այդ արդեն իսկ մշակութային իմաստով կրթվելու ու զարգանալու միջոց է ու մենք նաև առիթը օգտագործում ենք ցանկացած բարակամ երբ լինում ենք Եվրոպայում, այսինքն լինել թանգարաններում, լինել թատրոններում ու հարաբերվել ոչ միայն դասական դարձած, մշակութային գործերի հետ, նաև ժամանակակից արվեստագետների այո, կա ու ինչն է հիմնականում, որը պետք է վերցնել, այդ մտքի ազատությունն է, որը շատ լավ տեղում դրված է, իրանք այ դրանով շատ լավ առաջ են գնում, չսահմանափակվել, չմնալ, չլճանալ, այլ միշտ գնալ ու նորությունները զգալ։ Այսինքն, Չարենցյան խոսքն է, խոշորաշվով զգալ այն ինչը որ կա մթնոլորտում ու այդ դարձնել արվեստ կամ առհասարակ։ Այդ ցույց տալ, կենտրոնացումը դնել այս պահի վրա։ Որովհետև մթնոլորտում արդեն կա ժամանակակիցը, էլի, ուղղակի պետք է իրան վերցնել ու ձևակերպել։ Այո։ Գիտեմ, որ նաև այլ ներկայացումներ նույնպես եղել են ձեր այսպես խաղացանկում այս տարի, այդ մասին նույնպես եկեք խոսենք։ Այստեղ նաև էքսպերիմենտալ ներկայացում է արել Անահիտը, Անահիտ ձեր բեմադրության մասին նույնպես խոսեք։ Ռիչարդ Մոնո ներկայացումը իմ առաջին բեմադրությունն էր։ Ավարտելուց հետո 1-2 տարի ցանկանում էի ինչ-որ բեմադրություն անել, բայց միշտ ինչ-որ մի բան խանգարում էր։ Իսկ Ռիչարդի ինչ պիես է, ով է հեղինակը, այո։ Անցնում եմ այդ կետին։ Միշտ ինչ-որ մի բան խանգարում էր ու արդեն եկավ մի պահ, որ իսկապես ասեցի, չէ, պիտի սկսեմ ինչ-որ բեմադրություն անել ու ֆիքսվեցի մոնո ներկայացման վրա ու Արմենը այդ ժամանակ առաջարկեց, ասեց՝ մի լավ գաղափար ունեմ, երևի ավելի շատ Արմենը կներկայացնի պիեսի, հա, Արմենը գրեց, Արմենը դրամատուրգն է պիեսի ու մենք սկսեցինք արդեն փորձերը անել։ Պիեսի մասին։ Պիեսի մասով պիեսի հեղինակն եմ, դրամատուրգը էլի շատ պարտավորեցնող բաներ չօգտագործենք, հա։ Գաղափարը հետևյալն էր, կար միտք պատմել Ռոմեո եւ Ջուլիետ պիեսում դեր չստացած եւ կերպար չդարձած մի հերոսի մասին, որին մենք այդտեղից գտանք ու հանեցինք, այն մարդն է, ով ստեղծել է թույնը, որով մահանում են Ռոմեոն եւ Ջուլիետը։ Այսինքն իմ համար միշտ հետաքրքիր են այն հերոսները, ովքեր չկան այն մեծ գործերում, որոնք թաքնված են, բայց իրենք շատ կարևոր ու առանցքային դեր ունեին գոնե այդ պիեսում կամ այդ թունագործը։ Այս ասացի, որ միտք կա այդ թունագործի մասին խոսել ու առհասարակ հասկանալ մարդիկ ինչու են թույներ պատրաստում։ Այսինքն ինչ պետք է տեղի ունենա մարդու հետ, այդ թույնը հիմա նույն չգիտեմ, զենքն է, որով մարդիկ սպանում են իրար, հա։ Այսինքն այդ թույնը մենք շատ տարբեր վարիացիաների կարող ենք ենթարկել, ու այստեղ թունագործը, եթե ընդհուպ մինչև ատոմային, չէ՞, այո, այսինքն ոչ թե խոսում ենք գիտության մասին, այլ այն մարդկանց, ովքեր ուղղակիորեն այդ կյանքեր ոչնչացնելու, խլելու համար են ստեղծում։ Ինձ հետաքրքրեց այդ կերպարը, Անահիտին եւս հետաքրքրեց ու այդ ավել մոտիվացիա դարձավ, որ կա մարդ, ով պատրաստ է այդ բեմադրել ու ես գրեցի պիեսը, մենք ամբողջ թիմով կարտացինք, այդ մշակեցինք պիեսը մի խոսքով, ինքը դարձավ ամբողջական։ Իսկ այն շեշտադրումները, ինչը որ Անահիտը արել է, ձեզ բավարարում է, Արմեն։ Ասել ինչ է բավարարում, Անահիտը շարունակի, քանի որ ինքը ասեց, որ եթե ես բեմադրեմ, ուրեմն դու պետք է խաղաս Ռիչարդը։ Եւ թող արդեն ինքը պատմի։ Ինձ գոհացրեց։ Այո, ինձ արդյունքը գոհացրեց։ Ես միանգամից երբ որ արդեն պիեսը կարտացի, նախ մոնո բեմադրության դեպքում շատ կարևոր է որ դու ունենաս լավ դերասան։ Իդեպ ասեմ, որ ես որպես ռեժիսոր երբ որ բեմադրեցի մոնոն, ես ավելի շատ սկսեցի սիրել իմ դերասանի մասնագիտությունը, որովհետև հասկացա, որ եթե ռեժիսորը ուզում է անել շեդևր, այսպես ասած, պիտի ունենա լավ դերասան, որովհետև ռեժիսորի ամբողջ մտքերը, ամբողջ իր մտքի այդ երևակայությունը ի վերջո դերասանն է հանձնում ու միանգամից Արմենին պատկերացրեցի, ասեցի, որ դու պետք է խաղաս ու շատ լավ է, որ Արմենը համաձայնվեց։ Այդ անցած տարվա մեր 4-րդ փառատոնը եղավ Արմոնո միջազգային փառատոնը։ Նախ շատ ուրախ եմ, որ հայաստանյան իրականության մեջ կա նմանատիպ փառատոն, որովհետև ինքը մոնոժանրին տալիս է կենթանություն ու ամեն տարի դու կարող ես այդտեղ որպես դերասան, հա, շատ լավ սպարինգ է, հա, ինչպես օրինակ բրնցքավարտիքի համար, հա, այդ դերասանի համար այն ռինգն է, որտեղ ինքը դուրս է գալիս ու պետք է ամբողջ, հա, իր գույներն օգտագործի ու ինձ թվում է, որ համագործակցությունը մեր դեպքում եղավ
լավ եղավ այն իմաստով, որովհետև արձագանքները դրական էին, թատերային են հանրության կողմից, մասնակիցների կողմից, որոնք որ ներկայացումը դիտել էին։ Գյումրիում է տեղավ Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում, Երևանում արդեն եղավ Արմոնոյի շրջանակներում ու ունեցանք մեր առաջին թատերախմբի առաջին մոնո ներկայացումը։ Լավ, իսկ դուք հայ հեղինակներին, դասական հեղինակներին անդրադառնում եք, որքանով հասկացա կան եղել են այս տարվա մեջ նաև երկու ներկայացում, որ դասականներին է անդրադարձել, թե սխալվում եմ։ Ոչ թե սխալվում եք, այլ այս տարի արդեն պատրաստվում ենք դասական ստեղծագործություններ, հայ դասական գրողների ստեղծագործությունների բեմադրություններին։ Այս պահին ունենք եւս մեկ մոնո ներկայացման գաղափար, այդ ֆրանսիացի պարուհի Լուի Ֆյուլերի մասին է, ինքը ժամանակակից պարի մեջ շատ մեծ ներդրում է ունեցել, ու ինքը շատ հետաքրքիր կերպար է, ու մենք գտնում ենք, որ կարևոր է իր մասին խոսելը եւ էսթետիկայի իմաստով, այսինքն կունենանք եւս մեկ մոնո ներկայացում։ Նշեմ մեր մոտ մենք խոսում ենք, տեսեք, առաջին անգամ ինչ որ բան անելու մասին, առաջին անգամ բեմադրել, առաջին անգամ եւ առասարակ դա կարևոր է։ Դա կարևոր է ամեն անգամ ինչ որ մի բան առաջին անգամ անել։ Այո, մենք երբ 4 տարի առաջ հիմնադրվեցինք, այն հիմնակարերից մեկը հենց այդ էր, որ մենք անելու ենք բան, որի մասին կարող է գիտենք ավելին, բայց չունենք փորձ։ Ու առասարակ թատերախումբը մեր համար այդ նոր բաներ սովորելու ու ինքնակատարելագործվելու վայր է։ Այստեղ մենք չունենք վախեր այն իմաստով, որ վայ չանենք, չստացվի, ոչինչ կանենք, թող չստացվի, հաջորդ անգամ հաստատ լավ կլինի։ Այս դեպքում Անահիտը հեղինակեց բեմադրություն որպես ռեժիսոր, Փառանձեմը վիդեոարտ, մենք չունենք մեր թատերախմբում սահմանափակումներ։ Եվ այս պարագայում, այսինքն մոնո ներկայացման դեպքում մենք հնարավորություն ենք ստեղծել, որ գյումրեցի երիտասարդ շատ տաղանդավոր աղջիկ իր պրոդյուսերական առաջին աշխատանքը անի հենց այս ներկայացման պարագայում։ Մենք պլանավորում ենք անել էքսպերիմենտալ տեխնիկայի ներկայացում, չակերտները շատ չբացեմ, որի դրամատուրգը բոլոր ժանրերին ուզում եք անդրադառնալ։ Հա, այս ինչու՞։ Գիտեք ինչն է։ Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է տարբեր բաներ փորձելը, որովհետև այն ինչի մեջ կա թատրոն, էլ այդ տարբեր չի։ Այստեղ իրանք շատ նուրբ թելով կապված են էլի իրար, ու ամեն անգամ մենք զգում ենք, որ այդ նոր փորձառությունից հետո ինքը մեր վրա կրկնակի ազդեցություն է թողնում, որովհետև ավելին ենք սովորում ու իմանում, քան կանք։ Այդ բեմադրության դրամատուրգը կամ պիեսի հեղինակը կլինի նորից նոր անուն, նոր դեմք հայրականության մեջ երիտասարդ։ Այսինքն մենք փորձում ենք նաև ներառել այն անհատներին, այն երիտասարդներին, որոնք կան ու շատ տաղանդավոր ու խոստումնալից են, ու մեզ համար միշտ ուրախություն է նման մարդկանց հետ աշխատելը։ Գալով դասականներին, այո, հետաքրքիր է թե ինչ հեղինակների եք անդրադառնում։ Չգիտեմ, ասեմ թե չէ։ Եկեք ամեն դեպքում չասեմ, բայց շատ հայտնի գործ է, ինքը հեղինակ չունի, այդքանով եկեք ասեմ, ինքը հեղինակ չունի, հա։ Այո, ժողովրդի ծոցից դուրս եկած լավ էպոսի մասին է խոսքը, հա, այսպես ասեմ։ Հայկական էպոսի մասին է խոսքը, բայց մենք շատ ուրիշ կողմից ենք մոտենում։ Հիմա պատրաստվում ենք շատ մեծ լաբորատորիայի, որի արդյունքում ունենալու ենք շատ հետաքրքիր փորձառություն, այսինքն 24 ժամ ամբողջ ստեղծագործական թիմը հավաքվելու է, այսինքն մեկ ամբողջ օր առանց քուն ու դատարի աշխատելու, այսինքն հեքեթոնյան ոճը գումարած ռեժիսորական լաբորատորիայի հետ մենք փորձելու ենք ժամանակակից լուծումներով, ժամանակակից ասելով այն ինչ որ այդ բային ստեղծագործողները կառաջարկեն, այդ ամեն ինչը հավաքել ու թատերախմբում արդեն նոր հրավիրված երիտասարդ ռեժիսորի կողմից կսկսվի այդ լաբորատորիայից հետո ներկայացման բեմադրությունը։ Շատ լավ, երբ ասում են երիտասարդական թատրոն, տպավորություն է ստեղծում, որ դա ժամանակավոր է, եւ ընդհանրապես մանավանդ եթե այն փորձարարական է, էլի ժամանակավոր է, արդյոք ձեր մեջ ցանկություն չկա, ասենք, ակադեմիական թատրոն ստեղծելու, ակադեմիական ոճի, այսպես ասած, թատրոն ստեղծելու, կայուն իր այսպես խաղացանկով եւ այլն եւ այլն։
Ինձ թվում է ամեն ինչ իր ժամանակը ունի։ Ի վերջո դա նաև պատասխանատվություն է հանդիսատեսի առաջ, քանի որ եթե փորձարարություն է, պատասխանատվության պակաս կա ինչ որտեղ, կարող եք ասել փորձարարական է եւ անցնենք առաջ, չէ՞։ Հա, բայց այնպես է ստացվում։ Չստացված Համաձայն եմ, այն process-ները, որոնք որ վերջնահարցություն կգոնե մեզ չի գոհացնում, մենք այդ չենք անում ցուցադրության։ Այսինքն փորձարարությունը մնում է մեր փորձասենյակներում, այնտեղից միշտ դուրս են գալիս այն գործերը, որոնք որ մենք գտնում ենք, որ այդ պետք է հանդիսատեսը տեսնի, ինչ մնում է այո անվանափոխվելուն կամ գոնե կարգավիճակը փոխվելուն, այս երիտասարդական այս նաև մեր համար է մարտահրավեր, որ իմանանք ունենք գոնե տարիքային ժամանակահատված կայանալու, բայց երիտասարդությունը այդ ավելի շատ հոգու մտքի երիտասարդ է մատուցման մեջ է, թե ինչ կդառնա ժամանակի ընթացքում, այդ թողել ենք ինքնահոսի, բայց գոնե ամեն անգամ փորձում ենք կոնկրետացնել, թե մենք ինչ ենք ուզում այս բային։ Բայց դուք երազում եք շենք ունենալ, տարածք ունենալ։ Զգում ենք, որ արդեն ժամանակն է։ Անհրաժեշտություն է դրա։ Եվ նաև այդ փորձարարության մասին ասեմ, ես ուշ եմ միացել թատերախմբին եւ առաջին ներկայացումը, որում զբաղված էի որպես հրավիրված դերասան էի, եւ ինչն էր ինձ գրավել, ես տարիքով ավելի մեծ եմ, քան ու ինձ գրավել էր այդ փորձարարությունը, այդ լաբորատոր ասվածը, ու առասարակ մեր թատերախումբը փորձում է ու անում է դա, մենք փորձում ենք ուսումնասիրել, թե աշխարհը ինչ է անում այսօր եւ առասարակ ինչպես է զարգանում արվեստը եւ այդ ամենը լաբորատոր սկզբունքով ենք փորձում իրականացնել, որովհետև կարծում եմ աշխարհում այսօր պարզապես ուղղակի այն դասական մոտեցումները, որոնք թատրոնի նկատմամբ ունենք, միայն դա անելը, դա շատ քիչ է եւ դերասան առասարակ ստեղծագործող մարդը պետք է ուսումնասիրի նորը, հասկանա ինչն է լավ եւ այդ ամեն ինչի արդյունքում հասկանա թե ուր է գնալու իր արվեստը եւ մեզ շատ է հետաքրքրում առասարակ ինչպիսին պիտի լինի մեր վաղվա թատրոնը, Հայաստանի ժամանակակից թատրոնը, այդ իմաստով մենք մեզ պարտավորված ենք զգում ինչ որ փնտրտուքների միջոցով հասկանալ ինչ է անհրաժեշտ եւ որն է հայ ժամանակակից թատրոնը, դրա համար մենք փորձում ենք անել լաբորատոր աշխատանքներ եւ մեր սպասվող լաբորատոր աշխատանք շատ հետաքրքիր է լինելու եւ առասարակ ուզում ենք նաեւ հետագայում ներգրավել ոչ միայն մեր ստեղծագործական թիմին, այլ նաեւ այն երիտասարդներին, ովքեր կուզենան ներգրավել եւ մասը դառնալ այդ լաբորատոր աշխատանքների, որովհետեւ դրա կարիք իսկապես կա։ Ներողություն, որ ընդհատում եմ, մտնում է նաեւ լեզուն, չէ՞, լեզվի փորձարկումները անգլերենով, ֆրանսերենով եւ այլն։ Այստեղ կախված է թե որ լսարանի համար ենք պատրաստում, որովհետև այս բային ունենք շատ մեծ ծրագրի գաղափար ու եթե հաջողենք, այսինքն ինքը հիմնականում նախատեսված է լինելու Եվրոպայում բնակվող հայ ու ոչ միայն հայ եվրոպացի հանդիսատեսի համար, հուսանք որ կարողանանք արդեն այս տարվա ավարտին այդ ներկայացումը փորձերը սկսել, ինքը ամբողջովին անգլերենով է լինելու, մոնո ներկայացումը ինքը լինելու է երկլեզու, այսինքն ունենալու ենք մեկ ամբողջական հայերեն եւ ֆրանսերեն լեզվով եւ նաեւ շարունակելով միտքը ասեմ որ այսօր Հայաստանում իրոք կան շատ մեծ տենդենսներ, շատ թատրոններ, որոնք որ իրոք ուժ են տալիս մեզ այն մարդկանց ովքեր նոր են մտնելու այս ոլորտ, որովհետեւ իրենք արդեն անում են լավագույնը, որ թատրոնը ավելի լավը լինի ու շատ ուրախալի է որ չգիտեմ նոր թատրոններ են բացվում թատրոնը համազգային թատրոնը վերջերս ունեցավ իր նոր շենքը, այսինքն նման բաները նշանակում է, որ ոլորտը զարգանում է, այստեղ մեր նման երիտասարդները, որոնք որ հայտնվել են ինչ-որ բան անելու, իրենք արդեն տեսնում են, թե ինչ հնարավորություն կա, ինչ ներուժ կա, ու այս էլ է շատ կարևոր։ Շատ կարևոր է մեզ համար այդ շղթայի մի մասը դառնալը, ու եթե մենք հիմա երիտասարդ ենք, ապագայում միջին տարիքի ստեղծագործող լինենք, իմանանք, որ ժամանակին արել ենք բան մեր հասակակիցների հետ, որոնք ապրում են Եվ Հայաստանում։ խնդիր ունեք միշտ երիտասարդ մնալու եւ երիտասարդ պահելու թատրոնը դա նույնպես կարևոր է։ Իսկ ընդհանրապես ձեր թատերախմբին միանալու համար ինչ չափանիշներ են գործում, ասենք ես դերասան եմ, ուզում եմ միանամ ձեզ։ Մենք ամեն տարի ունենում ենք բաց կանչեր, բայց այս ձևով ասեմ, այդ ֆորմալ մասից դուրս մենք միշտ հետևում ենք առաջնահերթ Գյումրու թատերական ինստիտուտին,
որովհետեւ դուք եք հրավիրում ավելի այո, մենք շատ ժամանակ չենք սպասում, որովհետեւ հնարավոր է երբեմն ինչ-որ բարդույթ լինի կամ խնդիր լինի։ Մի խոսքով, հա, մենք ամեն դեպքում չենք սպասում, մեր համար շատ կարևոր են այն մարդիկ, ովքեր սովորում են թատերական ինստիտուտներում, նաև մասնաճյուղերում, բայց նաև ուշադրություն ենք դարձնում այն մարդկանց, ովքեր չեն ընդունվել, որովհետեւ շատ ժամանակ մենք նկատում ենք շատ տաղանդավոր մարդիկ չեն ընդունվում, ինչ-ինչ պատճառներով, իմանալով բարդությունը նաև մասնակցության, բայց մենք իրենց գտնում ենք ու փորձում ենք ներառել, այո, որովհետև այդ շատ կարևոր է։ Կարծում եմ իրենք այն մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն ստեղծագործելու։ Եվ ստեղծագործող մարդու պիտի ընթառաջ գնալ։ Այո, ճիշտ է, երևի հիմնական քրիտերիան է ստեղծագործելու ցանկությունը։ Այսքանը թերևս ամփոփենք մեր զրույցը, եթե առաջիկայում որևէ ներկայացման կամ ինչ-որ մի բանի անոնս կուզեք, մենք ունենք 1 րոպե ժամանակ, համեցեք։ Ես ասեմ, այո, կարող են մեզ հետևել եւ Facebook-ում եւ Instagram-ում, մենք մեր բոլոր ներկայացումները մեր էջերով, հա, Գյումրու երիտասարդական թատերախմբի էջերով տարածում ենք։ Առաջին ֆիքսված նոր ներկայացման պրեմիերան Երևանում է լինելու ապրիլի 19-ին, մի քիչ վաղ ենք ասում այդ մասին, բայց հիմնական ֆիքսված պրեմիերայի օրն ու ժամը, գոնե օրը, կներեք ժամը չէ, սա է, իսկ մյուս արդեն պրեմիերաների եւ ընթացիկ ներկայացումները մենք մեր էջերում միշտ տեղադրում ու տարածում ենք։ Շնորհակալություն, սիրելի ռադիո լսող, իմ հյուրերը Գյումրու երիտասարդական թատերախմբի ստեղծագործական խմբի անդամներն էին Արմեն Արշալուսյան, Անահիտ Ղազարյան եւ Փառանձեմ Սահակյան։ Զրույցը Վարես Նազելի-Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն